Հարգելի խորհրդարան, նիստին հետևող հարգարժան հայրենակիցներ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների եւ հատկապես վերջին պաշտպանի պաշտոնավարման, գործունեության, հրաժարականի եւ այլնի շուրջ ստեղծված այդ ամբողջ պատմությունը ինձ անկեղծ ասած հիշեցնում է Նիկոլայ Գոգոլի Տարաս Բուլբայի հայտնի արտահայտությունը «Я тебя породил, я тебя и убью»։ Ես շատ եմ ցանկանում, որպեսզի այս վիճակից այսուհետ Հայաստանի Հանրապետության մեջ աշխատող մարդու իրավունքների պաշտպանները դուրս գան։ Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ օմբուդսմենը պիտի լինի չկապակցված ու առավել եւս չկաշկանդված ինչ որ թիմերի, կլաների, քաղաքական ուժերի կամ անհատների կամ նրանց եղբայրների, բարեկամների հետ, նրանց շահերի հետ։ Նա պիտի լինի անկախ, նա պիտի լինի մաքուր կենսագրությամբ, կոմպրոմատներից չվախեցող, որպեսզի պաթետիկ ելույթներից հետո թե դեմն առնելու եմ ցանկացած ոտնձգության, գիտեմ պատվերների տեղը, աղբյուրը, մյուսը, հանկարծակի հրաժարականներ չտան, այո, չհետաքրքրվեն, չշահագրգռվեն ՄԱԿ-ի կամ այլ պետությունների կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով այլ պաշտոններով, որպեսզի կարողանան իրապես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դաշտում առկա լրջագույն խնդիրների հետ դեմ հանդիման առնչվել, հաղթահարել խնդիրները, պայքարել եւ անշուշտ դա բարդ, ծանրագույն, շատ ժամանակ նաեւ անշնորհակալ աշխատանք է ու նրանք ովքեր գնում են այդ ճանապարհով կամ պատրաստվում են գնալ, պիտի լինեն պատրաստ, պիտի լինեն անգամներով ավելի ամուր ու անգամներով ավելի մաքուր, քան նրանք ովքեր հավակնում են, հավակնել են, կհավակնեն, միգուցե, չգիտեմ, այս ամբողջ ընթացքում ես մտածում էի, որ ընդդիմադիր իմ գործընկերները, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, առանձին անհատները պիտի մեկտեղեն իրենց ջանքերը եւ փորձեն ապահովել այնպիսի թեկնածություն, այնպիսի թեկնածության առաջադրում, նրա պաշտպանությունը, մի այնպիսի ամբողջ կամպանիա, որի արդյունքում, եթե չհաղթի էլ ընդդիմության կողմից առաջարկվող թեկնածուն, ապա առնվազն դառնա լուրջ ու ծանրակշիռ գործոն։ Ես ինքս մտել եմ այս գործընթացի մեջ, ինքս լինելով պետական իրավական հարցերով հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ այս գործընթացին, որովհետև առաջինը ունեմ լրջագույն նպատակ հակազդելու այսուհետ իշխանության կողմից առաջարկվող որևէ թեկնածուի նշանակմանը ու ընտրությանը ազգային ժողովում, դրա մասին շատ շիտակ հայտարարում եմ։ Երկրորդ, որովհետև ես չեմ տեսել նպատակահարմարություն որևէ այլ հանձնաժողովին այդ լիազորությունները տրամադրելը, այն պարզ պատճառով, որ հանրապետական կուսակցությունը, քաղաքական մեծամասնությունը ունի կամ կարող է ցանկացած պահին ունենալ ցանկացած հանձնաժողովում մեծամասնություն, հետևաբար որոշումների տվյալ որոշման վրա ազդեցություն որևէ տեղ կարող է լինել կամ իմ մասնակցությամբ կամ առանց իմ մասնակցության։ Հիմա ինչու եմ ես շահագրգիռ փորձել ազդեցություն գործադրել օմբուդսմենի առաջադրման ու ընտրության վրա իմ ազդեցությունը, որովհետև Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունում եղել են երկարատև ու լրջագույն քննարկումներ եւ մենք որոշել ենք առաջադրել իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունը այս պաշտոնում։ Ու տարօրինակ կլիներ, եթե ես ունենալով հնարավորություն տվյալ հանձնաժողովում ծանր, բարդ, մեծ ծավալի աշխատանք կատարող հանձնաժողովում չփորձեի օգտվել իմ այդ հնարավորությունից եւ չփորձեի իմ հերթին հակադրվել այն որոշմանը, որը մեծամասնության կողմից կբերվի ու կհրամցվի խորհրդարանին եւ հանրությանը։ Այնպես որ իմ ընդդիմադիր գործընկերներին հորդորում եմ եւս մեկ անգամ չնայած նախնական քննարկումների ժամանակ, առանձին զրույցների ժամանակ, քանիցս ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել, հորդորել եմ միասնաբար քննարկել եւ միասին հանդես գալ, ինչպես ես անընդհատ ասում եմ, անընդհատ անցած տարվա սկզբից ես ասում եմ, ընդդիմադիր ուժերը պիտի մեկտեղեն կամ գոնե համադրեն իրենց գործունեությունը։ Սա հերթական առիթն է։ Ինձ համար անակնկալ է հիմա, որ մարդիկ առաջադրում են
Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը լրացուցիչ անգամ չնայած կուսակցական նախնական որոշման, ես այնուամենայնիվ պատրաստակամություն եմ հայտնում քննարկելու, աջակցելու, սատարելու, չգիտեմ, գալու մեկ ընդհանուր եզրահանգման, բայց խնդրում եմ հաշվի առնել բոլոր իրատեսական ու անիրատեսական հարցերի, այսինքն հարցի կողմերի հավասարակշռությունը։ Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանին, ես Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ եմ, խորհրդարանական խմբակցության անդամ եմ եւ բնականաբար պատրաստ եմ նաեւ ԲՀԿ-ի որպես մեր գործընկեր ընդդիմադիր ուժի հետ քննարկելու այս հարցի շուրջ միգուցե համադրելի անելիքները, միգուցե այլ որոշումների գալ առհասարակ քննարկում իրականացնել, որպեսզի առավել արդյունավետ որոշում կարողանանք կայացնել։ Եվ ես ողջունում եմ իմ հերթին Բարգավաճ Հայաստանի պատրաստակամությունը առաջադրելու այլ թեկնածու հակադրում են քաղաքական մեծամասնության, իշխանության, իշխող ուժի որևէ թեկնածուի, որը որ կլինի։ Իսկ ընդհանուր առմամբ այս թեմայի շուրջ վստահ եմ ասելիքը մեկը պիտի լինի։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մեջ պիտի շահագրգիռ լինեն բոլորը։ Այդ թվում նրանք, ովքեր նշանակում են կամ նշանակելու են։ Եվ եթե իշխանությունները, ազդեցություն ունեցող ինչ որ շրջանակներ, ինչ որ ինձ համար անհասկանալի սիմպատիաների, նախապատվությունների, միգուցե նաև շատերի համար եւս անհասկանալի պատճառներով երբևէ որոշումներ են կայացնում այս կամ այն մարդուն որևէ տեղ առաջադրելու, նրան տվյալ պաշտոնին հասցնելու եւ այնուհետեւ վստահելու մի ամբողջ ոլորտ, այն էլ այսպիսի կարեւորություն ունեցող ոլորտ, պիտի մտածեն, որ վերջին հաշվով հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որ կա երկու ճանապարհ, կամ երկիրը անդունդի եզրին հասած լինելով վայր է ընկնելու, կամ փորձելու է հետ կանգնել անկումից եւ արձանագրել առաջընթաց ու նվաճումներ։ Առաջընթաց ու նվաճումներ արձանագրելու համար պետք են որակյալ կադրեր, որոնք յուրաքանչյուր ոլորտում, մասնավորապես այս աշխատելու են հավուր պատշաճի, իրականացնելու են հանրային շահի գիտակցմամբ, հանրային շահի համար գործառույթներ, պարտականություններ, որոնք բերելու են օգուտ, արդյունք Հայաստանի Հանրապետությանն ու մեր երկրին ու ժողովրդին։ Չեն կարող այս պաշտոնում լինել մարդիկ, ովքեր կատարելու են լոկալ շահերի հանձնարարություններ կամ լոկալ շահերի շրջանակներից բխող գործողություններ առանց մտավախության նեղացնել սրան, չնեղացնել են մյուսին, այսինչ ուրեմն գերատեսչության կամ պետական մարմնի նկատմամբ հանգարց զեկույցում խիստ տողեր չներառել, զգուշությամբ վերաբերվել ոստիկանության կամ դատախազության կամ չգիտեմ ցանկացած այլ կառույցի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ անհամապատասխան, անիրավաչափ քայլերի գործողությունների դեպքում ազատություն է պետք տալ նրան, ով որ այսուհետ կստանձնի օմբուդսմենի պաշտոնը եւ նախ եւ առաջ ներգրավել է պետք նման ազատություն ունեցող մարդուն, ներքուստ ազատություն ունեցող մարդուն, իր կենսագրությամբ ազատություն ունեցող մարդուն, բծեր չունեցող եւ ազատություն հետեւաբար ունեցող մարդուն։ Ես հերթական անգամ ուզում եմ այս ամբիոնից հորդորել, որպեսզի մենք որոշում կայացնենք ոչ թե որևէ շահի, այդ թվում կուսակցական, քաղաքական, կլանային շեֆի ասած կամ չգիտեմ ինչ որ մի այլ բարեկամական խավոր սանիկային ընկերական եւ այլն, այլ պարզապես մի տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահերի, մարդկանց իրավունքների պաշտպանությունը առաջնային խնդիր է վաղուց դարձել։ Այս պարագայում տրվում է հնարավորություն, դասավորված հանգամանքների արդյունքում տրվել է հնարավորություն, որպեսզի մենք այստեղ արձանագրենք նվաճում։ Նվաճում արձանագրելու համար անհրաժեշտ է կատարել որակյալ որոշում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։